Հավաքանու նիստերի մեկնարկի ժամը Գյումրիի քաղաքապետարանում սովորաբար չեն փոխում։ Այս անգամ ժամը 12-ի փոխարեն սկսեցին 10 րոպե ուշ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության հավաքանու անդամներին էին սպասում, բայց արտահերթ նշանակված նիստից եւս խմբակցությունը բացակայեց։ Պարզաբանումներ, հայտարարություններ չեն եղել, խնդրին չանդրադարձան նաև նիստի սկզբում։ Քվորում կար, հավաքանու 18 անդամ ներկա էր, ինչը բավարար էր օրակարգին անցնելու համար։ 8 հարց միայն ֆինանսատնտեսականին էր առնչվում։ Գյումրիի 2027-29 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրին հավաքանու 4 խմբակցություններով հաստատեցին։ Ներկայացվեց նաև քաղաքային բյուջեի եկամուտների եւ ծախսերի վերաբերյալ հաշվետվությունները։ 50 միլիոնով անշարժ գույքն է պակասել, ինչպես նաև 27 միլիոնով ավտոմեքենայի գույքահարկը հիմքերը ներկայացվել են։ Այդ առումով ուրեմն բյուջեն պակասել է եկամուտները 78 միլիոն 260 հազարով, իսկ ավելացել է սուբվենցիոն ծրագրի հիման վրա բնապահպանական ծրագրով նախատեսված հաստատված միջոցառումների կարգով 8 միլիոն 792 հազար դրամ։ Ամենաքննարկվող հարցերը նիստում նորից սուբվենցիոն ծրագրերն էին եւ քաղաքի փողոցաշինության դանդաղ տեմպերը։ Նախորդ տարիներից մնացած շատ փողոցներում աշխատանքներ կան անավարտ, բայց նիստում ներկայացվեց ու միաձայն ընդունեցին հաջորդ տարվա 2027-ի համար նախատեսվող սուբվենցիոն փաթեթները։ 48 փողոցի եւ 1 հրապարակի շինարարություն է նախագծում։ 2026 թվականին այս տարի սուբվենցիոն ծրագրերով, տարբեր ծրագրերով հենց այս տարի պետք է նորոգվեն 46 երկրորդային կամ առաջնային ճանապարհներ, 46 շուրջ 15 կամ 16 կիլոմետր։ 18-ը շինարարությունը ընթացքի մեջ է, 7 փողոցներ արդեն փորձում են ավարտական փուլին հասցնել, իսկ 21 փողոցներից առաջի լոտը 21-ից 4-ն էլ է եղել, չէ՞, մնացած։ Այո, մրցույթները հայտարարված են, այս ամսու 31-ին բացումը կլինի։ Բազմիցս շարվում է, որ սուբվենցիոն ծրագրերից Գյումրու քաղաքապետարանը չի օգտվել, բայց 25 թվականից սկսած ակտիվ Գյումրու քաղաքապետարանը օգտվում է սուբվենցիոն ծրագրերից, մասնակցում է։ Ձեզ ասեմ, որ փողոցաշինության մեջ 60-40 հարաբերություն է, ճիշտ է պարոն։ Այո, ներկայումս դա քաղաքային բյուջեից է, այսինքն ամբողջ մեր ազգաբնակչության հավաքագրած գումարներից է եւ չլինի այնպես տպավորություն, որ ներկայացնում են, որ այ կապիտալ փողոցաշինություն է գնում սուբվենցիա ծրագրով, դա ինչպես կառավարությանն է, այնպես էլ քաղաքինն է եւ մեծ մասնաբաժինը պատկանում է քաղաքին։ Մեր քաղաքախմբակցությունը հետաքրքրվեց ՎԶԲ-ի վարկային ծրագրով Անին թաղամասի փողոցների հիմնանորոգման շարունակվող հետաձգումներով։ Այնինչ մի քանի անգամ ասվել է, նորից թարմացվեց։ Ծրագիրը նախագծման փուլում է, ավարտել, ասել են կհասցնեն առաջիկա 1 ամսվա ընթացքում, իսկ շինարարությունը հավանաբար կսկսեն հաջորդ տարի։ Մի տեսակ հակառակ կողմը շատ ավելի լավ է ներկայացնում այդ ամեն ինչը եւ ներկայացում է, որ Գյումրու համայնքապետարանը հապաղում է եւ դեռ շարունակում է թրանդ մնալ Անի թաղամասի փողոցաշինության այս խայտարակ իրականությունը։ Շնորհակալ եմ։ Այսօր փառք Աստծո, մենք հասել ենք այն մագարտակին, որ արդեն գնում է նախագծման աշխատանքները։ Եթե չեմ սխալվում, սեպտեմբերի վերջ պետք է վերջնական նախագիծը տրվի, որ մենք էլ հայտարարենք շինարարի մրցույթ։ Շինարարի մրցույթը մեր նախաձեռնությամբ ասել ենք, որ քանի որ ծավալները մեծ է, լոտային դրեք, 3 լոտի, որ մասնակցություն շատ ունենան եւ տարբեր շինարարներ շահեն։ Գարեգին Նժդեհի հրապարակին հարող կամ մրջի տակ ամիսներ շարունակվող շինարարության ժամկետներ կան արդյոք։ Ոչ միայն վարորդներն են դժգոհում դանդաղ աշխատանքից, օրվա բոլոր ժամերի խցանումներից, որոնք խանգարում են երթևեկությանը, իսկ բարեկային ծառայության հսկողությունը արդյունավետ չէ։ Բավականին դանդաղ են, շատ վատ են աշխատում, անգամ զվարճալի տեսանյութեր են արդեն հրապարակում համացանցում եւ արտարացի է։ Ուղղակի շատ դանդաղ, շատ այսպես տեմպերով գործ են անում, խանգարում է երթևեկությանը։ Երբ ասում ես 2 կամ 3 հոգի մարդ է առավելագույնը, ու բոլորս YouTube-ից օգտվում ենք, եթե YouTube-ը 2 արագություն ունի, որ 2 արագությունով անում, իրանք -2 արագությամբ են մի թաղը վերցնում, մյուսի վրա դնում, էլի։ Մեկ հեղեղներ էր ու հեղեղներից հետո այդտեղ ջրային կուտակում էր լինում։
բետոնյա պետք է ծածկ անեինք այդտեղ։ Սպասում էինք, որ ամբողջը չորանար։ Այդ է խնդիրը, որ այսպես ցկցվել։ Մի հատվածը արել ենք, այն մյուս հատվածը, եթե չեմ սխալվում, այսօր կվերջացնենք։ Կեսից ավելին 70%-ը կատարված է։ Մնացել է մի 30%։ Քաղաքի տարբեր հատվածներից անհետանում են դիտահորերի կափարիչները։ Գողանում են, թե գործանելուց հետո մոռանում տեղադրել։ Քաղաքապետի տեղակալը հայտարարեց, որ կանխամտածված կողությունների հետ գործ ունեն։ Ուղղել են գրություններ համապատասխան իրավապահ մարմիններին, որ զբաղվեն այդ հարցով, եւ ասել են, որ աջալուր լինեն, որովհետեւ սա ավելի շատ նպատակաուղղված գործողություններ է, ոչ թե ինչ-որ պատահարներ։ Օրակարգի մյուս նախագծերը վերաբերում էին համայնքային հողերի եւ գույքի կառավարմանը, հողամասերի օտարում, ինքնակամ շինությունների կարգավորում, հողերի սեփականության ճանաչում, կառուցապատման իրավունքով տրամադրում, նշանակության փոփոխություն եւ Գյումրիի բժշկական քոլեջի հիմնանորոգման ծրագրին համաձայնություն տալու։ Բոլորն առանց զեկուցելու եւ քննարկման միաձայն հաստատվեցին, բայց լարված մթնոլորտ ստեղծվեց նիստի ավարտին։ Դահլիճում գտնվող քաղաքացին հարևանական վեճի թեման առաջ բերեց։ Խնդիրը գրավոր ներկայացնելու առաջարկը քաղաքացու սրտով չեղավ եւ վիճաբանություն սկսվեց։ Ում եմ լսել, պրովոկացիա այս անում, ուրեմն սուտ եք խոսում դու։ Բակ եք, նորակարգը շնորհակալություն։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծադուրյան, Հորիզոն։